Հանրապետական կուսակցությունը փնտրեց եւ գտավ վարչապետի թեկնածուին։ Կանգ առավ նրանց ընտրությունը Դավիթ Համբարձումյանի վրա, որը ուզում եմ հիշեցնել այն մարդն էր, որը լինելով համայնքի ղեկավար արգելում էր իր համայնքից, ուրեմն խաչմերուկները փակում էին եւ արգելում էին, որ քաղաքացիները գան, մասնակցեն հեղափոխության օրերին հանրահավաքներին։ Դավիթ Համբարձումյանն այն մարդն է, որը Երևանում իր շրջապատի հետ յաշիկները քշում էին քաղաքացիների վրա, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին անում։ Ձեզնից շատերի սիրելի հայրենակիցներ։ Եվ գիտեք, հասարակությունը մերժել է Սերժին եւ նախկին բարքերը նման օրինակ դրսևորումների նաեւ համար։ Եվ հիմա բերել նման մարդուն եւ ներկայացնել իբրև վարչապետի թեկնածու, ես չգիտեմ ինչ է։ Եվ ես բնավ անհանգստացած չեմ, թե ով է ձեր թեկնածուն, որտեւ ամենալավ թեկնածուն լինի, չի կարող ուղղակի իմպիչմենտի գործընթացը ստացվել։ Ուղղակի ես անհանգստանում եմ նրանից, որ հաջորդիվ հարցազրույցներում էլի լրագրողները հարցնելու են էլի կհերքեք, որ Սերժ Սարգսյանը աջակցում է ձեզ։ Եվ ես չգիտեմ ինչպես հերքեմ, որովհետև նման քայլեր անելը նշանակում է աջակցել։ Եվ ես չգիտեմ այս ասեկոսներին ինչպես հերքել։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ, վերջ տվեք, օգնել մեզ։ Գնացեք եւ կպեք ձեր գործերին։